Caterpillar, Contour Global, First Solar, Honeywell Building Solutions, Honeywell Smart Energy, McLean Power Systems, General Electric։ Ամերիկյան այս 7 ընկերությունները ուսումնասիրում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը ներդրումներ անելու համար։ Հայաստանում էներգետիկ ոլորտում մի քանի ամերիկյան ընկերությունների հետ 8 միլիարդ դոլարի համագործակցության հնարավորություն կա։ Ամերիկյան վերականգնվող էներգետիկայի ոլորտի 7 խոշոր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներով։ Մարգրետ Մակլեանը Maclean Power International ընկերության ներկայացուցիչն է։ Նա համարում է, որ Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ վերականգնվող էներգետիկ ոլորտի զարգացման համար։ Իրենց ընկերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման սարքավորումների արտադրության ոլորտում։ 20,000 անուն արտադրանք ունի մեր ընկերությունը Maclean Power International-ը էլեկտրաէներգիան արտադրության վայրից կարող է փոխանցել կայան եւ հասցնել վերջնական սպառողին։ Նախ մենք կուսումնասիրենք արդյունաբերական ճյուղը եւ գյուղական էներգամատակարարման ուղղությունը, որոնք ամենաշատ օգուտները կարող են ստանալ այս ոլորտի դրական տեղաշարժից։ Ամերիկյան Contour Global ընկերությունն էլ մոտ 70 միլիոն դոլարի ներդրում կանի Որոտանի կասկադում։ Հիդրոէլեկտրակայանի սարքավորումները կփոխվեն, նորերը կտեղադրվեն։ Որոտանի կասկադի ներդրումային ծրագիրը մոտարապես 70 միլիոն ԱՄՆ դոլար է, որ այնտեղ սարքավորումներ ունենք, որոնք 30 տարուց ավել արդեն աշխատում են եւ արդեն դրանց ժամանակն է փոխարինելու։ Եվ հիմնականում այս ներդրումային ծրագիրը իրականացնելուց հետո մենք ունենանք գրեթե ամբողջովին նոր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ։ Փոխնախարարը հայտնեց, Հայաստանում մոտ 6000 մեգավատ տնտեսապես շահավետ արևային ռեսուրս կա։ Հայկ Հարությունյանը հայտնեց, ամերիկյան կողմին ներկայացվել է նաև 55 մեգավատ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագիր։ Մրցույթը սկսվել է, ամերիկյան կողմը ևս մասնակցության հայտ է ներկայացրել։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։